Սիրելի հավատագիցներ, բարև բոլորիդ։ Տերս թող ամեն մեկիս միտքը, սիրտը, հոգին լուսավոր է ու մեզի հաստատելու հիմն է իր կամքի մեջ։ Իրականում, երբ որ ես այսօրվա մեկնությունները կաշտացի ու ես երկրորդ ինքան կուրախանամ, անկեղծած ես չի հավատա, որ կան շատ մարդիկ, որ անկեղծորեն Տիրոջը կփնտրեն, անկեղծորեն կուզեն փոխվին։ Գիտեք ինչքան մարդկանց հետ եմ աշխատել, շատ շատերի հետ։ Ես մի բան եմ տեսել, որ շատ շատերը ուղղակի ոչ թե կուկան Աստծուն, որպեսզի իրական կկատարեն, ոչ թե հոժարությամբ իրանք կազատագրվին իրանց մեղքերից, այլ անընդհատ կաշխատին, պայքարեն, պատերազմեն, որ պաշտպանեն իրանց մեղքերը։ Ու երբ որ ես տեղադրեցի այն ինչ որ վկայությունների մեջ կար ու շատ շատերը գրեցին մեկնությունների մեջ, որ իրականում կհավնին այդ խոսքին, հաստատություն կա իրանց սրտի մեջ, ես անչափ ուրախացա, որովհետև ես հակադարձ մեկնություններին ավելի շատ կսպասեի հակառակ մեկնություններին, քան թե որ դրական կարծականք է։ Իրականում անչափ ու անսահման անչափ ուրախ եմ, որ կան մարդիկ, որոնք անկեղծորեն Տիրոջը կփափագեն։ Սիրելիներ, ուրեմն խմբակներ կանցկացնեմ ես, բայց շատ քիչ մարդկանց պիտի վերցնեմ նորից, որովհետև շատերը կուկան, բայց չեն կափոխվելու, այլ կուկան, որ ինչ որ բան փոխվի իրանց կյանքում։ Ուրեմն մեր կյանքերում սիրելիներ, գիտեցեք, ամեն ինչ կփոխվի մենակ մեր դեպքում, երբ որ մեր ներսը կփոխվի։ Եթե կան մարդիկ, որոնք որ կուզեն իրանց սխալներ իմանան, իրանց մեղքերը իմանան, կուզենան մասնակցեն խմբակներին, կաշխատի մենակ քույրերի հետ, ցեցեմ մի Տիրոջից խոսք չունեմ աղբերների հետ աշխատելու, քույրերի հետ կաշխատիմ, իսկ աղբերները պարզապես թող մնան YouTube-ում որպես բաժանորդ։ Կնակ իմ հեռախոսահամարի զանգեք, որովհետև շատ լուրջ աշխատանքներ կտարվին։ Կարող է շատ շատերը ուզենան, բայց շատ քչերը մնան, որովհետև ովքեր որ կշփվին ինձ հետ, կտեսնիք, որ ինձ ընդհանրապես քանակը չի հետաքրքրել։ Ես պիտի ասեմ ու բոլոր մեղքերը պիտի ցույց տամ ցեզի, որպեսզի ազատագրվիք ու ձեր կյանքի մեջ կա բժշկություն, ազատագրում, օշնություններ։ Ուդիկ մենակ կուկա այն դեպքում, երբ որ մեր ներսը կմակարվի։ Սիրելիներ, երեք ես երբ որ լսեցի Տիբի Ջոշուայի մասին վկայություն, որ ինքը թժողկում է, ես ցեզի բաներ եմ զարմանակ։ Ուղղակի Տերս տարա, որ կուզեի ուրիշ տեսանյութի մեջ խոսայի, բայց մի երեկվա տեսածս տեսանյութը ցեզի կվկայեմ ու նաև տեսանյութը կտեղադրեմ, որ ինչեր կկատարվի իրականում հոգևոր ոլորտում։ Ուրեմն շատ հետաքրքիր է, որ ես ուղղակի զարմացած մնացի, մի քանի օր առաջ ես մի քանի հատ տեսանյութ լսեցի Բիլի Գրեմից, բայց Բիլի Գրեմը դժոխքում է, սիրելիներ։ Ես հենց իր կոնկրետ մեղքերի հետ ծանոթ չեմ, բայց այս վկայությունը որնոր կտեղադրեմ, դուք կիմանաք, որ ինքը դժոխք է գնացել։ Հիմնականում Ջոշուան դժոխքում է, իր շատ մեղքերից այդտեղ կա, որնոր կներկայացնեմ, ու ես Բիլի Գրեմի հետ կապված էլի տեսանյութեր կնայեմ անպայման ու կներկայացնեմ, որովհետև շատ հաճախ ես այս վերջերս Տերս բացեց ու ցույց տվեց, որ շատ մեծահարուստ ճանաչված հովիվներ, բոլորը մաշկարեներ, բոլորը սատանայի հետ գործարքի մեջ են, սիրելիներ։ Ուրեմն այս քուրը, որնոր քուր է, թե աղբեր, այդիկ չեմ հիշե, վկայությունը կտեղադրեմ, դուք նայեք, երբ որ ինքը մահացելու Հիսուսը տարեցույց է տվել Ջոշուային, ինքը պատմել է իր կյանքի մասին։ Նախ ինքը ամենամեծ տանջանքների մեջ է, որովհետև ովքեր որ շատ գիտեն Աստծու խոսքը ու շատ անգամներ հանդիմանվել են ու շատ մեղքեր են գործել
ու ոչ թե անտեղյակ այլ տեղյակ եղնելով հանդերձ իրանց տառապանքները սարսափելի մեծ է։ Ինքը 13 կալդուններից ամենամեծն է եղել։ Ինքը սարսափելի վատ բաներ է եղել։ Այդ ֆիլմը ես որ ցեզի տեղադրել եմ, դուք նայեք, Իժեք Սեյրանանոց ներկայացրել է ինքը մարգարե տարբեր տեղերից եկել են բժշկվելու, ազատագրվելու համար։ Ձեզիս եմ ժողովուրդ ջան, երբ դուք շատ մեծ քանակով եկեղեցիներ կտեսնիք, ուղղակի փախեք։ Ես մի բան եմ կրնամ ասեմ, որ մարդիկ ոչ թե կեշտան, որպեսզի Աստծուն ճանաչեն։ Ամեն մարդ կեշտա բժշկության համար ու չենե հասկանա թե ով է այդ մարդը, ինքը կրնա էլ ավելի հիվանդնա, դևերով ավելի լծվի, թե ազատագրում կա իր կյանքում։ Շատ բաներ ֆիկտիվնի են, շատ բաներ դևերից կկատարվին։ Ուրեմն Ջոշուան ինչ է պատմե, ես հայերեն պարզապես կթարգմանեմ, որովհետև շատ ռուսերեն չեք հասկանա, իսկ որբիսի գիտենաք որ չեմ հորինել, տեսանյութը պարզապես ռուսերեն տարբերակով կտեղադրեմ։ Ջոշուան իր եկեղեցու շատ կանանց, որոնք որ երեխա չեն ունեցել, չեն կրնած ունենան, իրանց ծելով իր հետ պիտի հարաբերություն ունենան, որբիսի պտղաբեж դառնան, շատերի հետ հարաբերությունները ունեցեն։ Ջոշուան շատ կանանց, տղամարդկանց ու երեխաների զոհաբերել է իրան դևերին, որովհետև իրան խոստացել են դևերը, իրանց հետ ինքը պիտի թակավորե ու խաբել են իրան։ Ու այդ ժամանակ նաև խմել է իրանց այրունը։ Այդպես է եղել կարգադրությունը։ Ու հիշեք ցանկացած մարդ, որ սատանայի հետ գործարքի մեջ կմտնի, հա, ու նաև կսե ինքը շատ կույս աղջիկների հետ է քնե, որբիսի ինքը ուժ ստանա։ Դիք դևերի պայմանն է եղել, եթե դու կույսերի հետ կքնես, դու ավելի ուժ կստանաս։ Դոր համար է, ես վավերագրական ֆիլմը տեղադրի, աղջիկները պատմեցին, ովքեր որ չեն նայե, թող նայեն, այդ կոլստրաժա ալիքի մեջ է տեղադրված, այն ալիքի, որնոր ես ես տեսանյութն եք տեղադրեմ, շատ աղջիկների հետ, սել է ես էր պաբշկան եմ, պաբան էլի, երեխեք իրան պաբա են սկզբից շատ սիրով ընդունել են, հետո ինքը կանչ է բոլորին պարտադրելով հարաբերություն ունեցել իրանց հետ, նույնիսկ կուտա որ ինքը այդ եկեղեցին, որնոր 5 հարգանի սարկել է իպր, որբիսի մարդիկ կան Աստուն ծառային, այն ամենափապագով, անկեղծ մարդկանց սարկել է մոնստերներ, իրան կվկային այդ մասին։ Ես դիք շատ տեսանյութեր ժիքոտ վավերագրական ֆիլմեր 55 րոպեանոց նայել եմ, սարսափելի բաներ կկատարվի, սիրելիներ։ Ու գիտեք ամենավատը որն է, որ մենք անկեղծորեն փնտրել ենք Աստծուն ու գնաց ենք ելենք այդպես մարդկանց ձեռով ու ինչքան շատ կլսես այդ քարոզները, իրանք էլ ավելի իրանց դևերը կփոխանցեն, նույնիսկ սե այն ժամանակ, որ հերոստացույցով ինքսել է ձեռքերդ պարզեք, որ ամեն մեկը սպես ձեռքերդ պարզեք էկրաններին, որ բժշկվիք, թե ազատագրվիք, այդ ժամանակ գիտեք ինչ է տեղ ունեցել։ Այդ իրա պարզելու ժամանակ բոլորին կնկել է 666 նշանը։ Այդ վկայության մեջ այդ մասին խոսացվի մի խոսքով շատ սարսափելի բաներ է եղել։ Հետո ինքը կսե թե ես չգիտեի որ այսպես պետք է տանջվեի ու Հիսուսը իրանց էլ է դու գիտես ես քեզի քանի անգամ մարդ խրգեցի ես ում կխրգեի որ դու ապաշխարեիր դու իրանց քո դիվական ուժերով դուս կշպրդեիր ու իրանց խայդարագիր կկրվեիր իրանց հետ դու ոչ մի անգամ չընդունեցիր ու ինքը կսե ես ումի հասկացել եմ իմ սխալներս բայց Հիսուսը կսե աշտեն ուշ է հետո ինքը ինչ կսե կարևոր մտքեր կսե գնա կանանց եկեղեցու կանանց սա թող չզարտարվին թող չքսվին թող շալվար չհակնեն այսօր կակրած մեկնություններից մեկի մեջ մեկուրում գրել էր թե այսօր շալվար կհակնիմ իշխոր ներվիմ ընձի կնային ես ընձի վատ կզգամ բայց յուտքի մեջ ընձի շատ լավ կզգամ Ես ինքան ուրախացա այդ խոսքերը լսելով իրականում ես կզգամ որ ընձելետերը սկսե շալվարիմ հակիցս հանել ես ոչ թուլ շալվար կհակնեմ էլ ոչ քիպ ու սկսել եմ թայրա կամ երկար կիսաշրջազգեստ այսինքն յուբկա հակնել Սիրելիներ հա ու այդ մասին էս է թող չքսվին համ նաև զարտարանքներ չկրեն պատկերացրեք ինքը գիտեցել է այդ մասին բայց ինքը եկեղեցում ոչինչ չի սե
որովհետև իրանք դևերի կծառային։ Հետո ումպես հետաքրքիր էր մի հատ, Ջոյս Մայերի համար եք ու դա այդ տեսանյութի մեջ, Ջոյս Մայերը էլի ճանաչված քարոզիչ է, Աստված իրան շատ անգամներ է զգուշացրել, չգիտեմ ինչ մեղքի համար։ Ես դիք չեմ լսել, պարզապես տեսա որ իրանել է զգուշացում էր նաև Բենինին ես ընդհանրապես չեմ կրնա լսեմ, ընդհանրապես ես սկզբից որ նոր ահոգի այդ ժամանակ լսեի, հետո Աստվածի մեջը սփագեց ու չեմ կրնա լսեմ։ Բենիհինն է, էլի կախարդությունների մեջ է, էլի դիվական բաներ կենե սիրելիներ, դրա համար ես ցեզի կսեմ, էլի մի հատ քարոզիչ կար, ես իրան տարապես չէի տեսել, ինքան հարուստ էր, իմիջայլոս Բենիհինն էլ է շատ հարուստ։ Այս այդ քարոզիչը, որ նոր այդ ալիքնոր նայեք, Գոլստրաժան, ամեն մեկը ուղակի թրեք նայեք, ժողովուրդ ջան, ովքեր որ ռուսերեն հասկնա, ուրեմն ունի քանի մատ սամալյոտ, մեքենաներ, շատ հարուստ է։ Ժուրնալիստը կարծում է, թե քսեին Պապաս ու պապիկս ինչ որ հակսը իրանք էլ են քարոզիչներ եղել, բայց իրանք սպես հարուստ չեն եղել, շատերի մոտ հարց կառաջանա, թե ճիշտ է կամ ընդունել է որ երբ որ դուք սկսկան հարուստ եք, դուք շատ հաղաքս ասում մարդը դի հարուստ ու խոսալուց, վայ ինչ որ դևերի հետ խոսար այդ մարդը, այդ տեսանյութները ես այս տեսանյութի տակ տեղադրեմ ու դուք կսկաք որ իրականում այդ հարուստ քարոզիչն որ դևի հետ այդ քուրը խոսա, իր դեմքի այդ շարժումները, իր այդ մեծամտությունը, աղջկանե ինչը քսեր ռուսերեն այդ բառը ինչ բառ քսեր, ոչ թե քսեր սիստրա, այլ աղջիկների հետ որ տղեկը խոսան այդ բառը, մի խոսքով ռուսերեն տարբերակով կնայեք, եթե պետք եղավ տերես քիշը ծնել, դետկա քսեր ինչա։ Ինչևէ, մեծ տարիքի մարդ էր ու լրիվ կերևա որ ինքը թևերին կծառա էր։ Ինչևէ, ինչ կուզեմ սեմ սիրելիներ, սարսափելի բաներ տեղի կունենա։ Ու ամենավատը գիտեք որն է, երբ որ Աստված շատերին կբացի ու կեշտան հովիվներին կսեն, հովիվները չեն ընդունել, որովհետև գիտեն որ եթե հովիվը այն եկեղեցիների մեջ ու դեղ որ կսե պատրատ ջնսեր մի հակեք, երկար շորեր հակեք, բաց շորեր մի հակեք, գայթակղության պատճառ մի եղեք, եկեղեցում մարդ չի մնա։ Երեխեք ջան, չգիտեմ, ես մարդկանց մանք ու կամ որոնք որ ոչ թե կուկան ինչ որ բաներ ստանալու, այլ կուզեն իրանց սխալները իմանան ու մեզի հետ միաբան մտնին աղոթքների մեջ, քրեր ջան, եթե դու այդ մեկն ես ու պատրաստ ես փոխվելու, ես այն ինչ որ կսեմ լրիվ, եթե նկատել եք փաստերով կտեղադրեմ։ Ու այդ բաներ կար ես ինքս էլ սխալ կիմանամ, հետո Աստված կուղե, օրինակ Բիլի Գրեմի քարոզները զոհաբերության հետ կապված, երբ որ ես տեղադրեցի ու իր մասին ես իմացա, միանգամից փակել եմ այդ տեսանյութը ու ինչ կուզեմ սեմ անընդհատ պետք է պատրաստեղնի որ պետք լսենք ու փոխվենք։ Բայց շոր ես ինչ որ կսեմ շատ ճիշտ կսեմ, բայց շոր դուք ինձ պետք շատ վստահ եք։ Պարզապես ես այն տեսակն եմ որ միշտ պատրաստ եմ լսեմ ու փոխվեմ։ Եթե դուք եք այդ տեսակի մարդ, որ կուզեք լսեք ճշմարտությունը իմանաք ու փոխվեք, ուրեմն դուք այն մարդն եք, որին որ ես կփնտրեմ, որովհետև Աստված իր անվան համար ժողովուրդ կհավաքի, թողենք շատ քիչ, բայց պատրաստեղնենք փոխվելու։ Սիրելիներ սկանը համարս տեսանյութի տակ գրած է, գրեմ կտնեմ ավելի շուտ, որպեսզի մենակ զանգարեն այն մարդիկ, որոնք որ այս քարոզներս լսել են, ընդունել են։ Եթե դուք կմտնիք խմբագի մեջ, որպեսզի ապացուցեք, որ քսվելը մեղք չէ, կարճուկա հագնելը մեղք չէ, պատրած ջինս հագնելը մեղք չէ, մի խոսքով կամ այն ինչ որ արդեն իսկ ներկայացրել եմ, մի մտեք, ուղղակի մի կետ զանգեք, որովհետև իրականում ես շատ քիչ ժամանակ ունիմ ու շատ լուրջ աշխատանք կտանեմ մարդկանց հետ։ Կարող է 5 հոգու ընդգրկեմ, վերջում մեկն է չմնա, որովհետև կտեսնեմ որ մարդիկ չեն ուզե փոխվին, մարդիկ կուզեն որ Աստված իրանց ինչ որ բաներն է, բայց իրանք չեն մտածել որ իրանք պետք է փոխվին որ Աստված իրանց փրկություն տա, օշնություններ տա ու հաջողություն տա։ Սիրելիներ, գրեք նորից մեկնություններ, ինչ կարծիքի եք այս հարցերի հետ կապված, զգույշ մնացեք մեծ խմբավորումներից, սիրեք այն եկեղեցիները, որտեղ որ ցեզի կհանդիմանեն, ձեր մեղքերը կհանդիմանեն, որովհետև ճշմարիտ եկեղեցին Աստված կսը իր սիրածը կհանդիմանե։ Իսկ եթե քեզի չեն հանդիմանե, որ դու հանգարց չեշտաս, լավ կերնոր դու քու գիտեցածը ձևով թողնի սեշտաս, որովհետև դիք եկեղեցի չէ։
դիք պարզապես բիզնես կենտրոն է, որտեղ որ քու հաշվիդ կհարստնան։ Իսկ եթե ճշմարիտ եկեղեցին ինքը պիտի միշտ քեզի հանդիման է։ Սկանը մյուս նայածս տեսանյութից, էլի տեսանյութեր եմ նայ, այդ երկու տեսանյութը ես կտեղադրեմ սիրելիներ, որպեսզի ռուսերեն տարբերակով եւս նայեք։ Մյուս տեսանյութերը եւս կնայեմ, կթարգմանեմ ռուսերեն տարբերակով, տագը կտեղադրեմ, իսկ դուք ինչ որ կսեմ, ուղագի քննեք Աստվածաշնչով, ձեր ներսերում հաստատություն արեք, որովհետեւ հազարատ աննայել օրեղնի չխավատակ, մինչեւ ինքներդ Աստծուց հաստատություն չստանաք։ Ես իմ անցածս ճամպեկից ելնելով ցեզի կսեմ, սիրելիներ, այնքան եմ տեսել շատ բաներ, ու շատ բաներ կլսես, որ կզարմանաս, որ հովիվը ճանաչված որ տարբեր տեղերից մարդիկ կլսվին դիվահարի ու ինչ պղծություններ սսկեն է։ Դրա համար է մի վստահեք հեչ մարդու Աստծուց բացի, սիրելիներ։ Սկանը լավ մնացեք, թող Տերս մեզի մոքրե ու սրբե, որովհետև բոլորս էլ շատ մեղքեր ու սխալներ ունենք, բոլորս։ Դրա համար է աշխատանք տանենք շատ խորը մեր անձերի վրա։ Ես կզգամ, որ Տերս այսքան օրվա մեջ այնքան մեղքեր է իմ մեջս բացել ու ցույց տվել շատ, որոնցից ես ինքս էլ տեղյակ չեմ եղել։ Այն ինչ որ կար թարգմանաբար ցեզի սեցի ժողովուրդ ջան։ Բեսոր ինչ կմեկը մի ուրիշ քարոզիչի մանն է տվավ, իրան չի ճանչի, բացարձակ, որոնց քարոզներն որ լսել եմ, գիտեմ, բայց կան քարոզիչներ, որ իրանց չեմ ճանչի։ Ինչևէ, փառք Աստծուն, որ մեզի ամեն օր մեղքերից կազատ է։ Սկանը, դե հաջողություն սիրելիներ։